Արի երեկո ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք դիտել։ Լավ տղեն դու չես։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծ կրտուքից օրեր անց Երևանի քաղաքապետը նախընտրում է լռել։ Ասիլի թաղապետին ինչ որ հարցազրույց Չարձագանքելով լրագրողների հարցին, կշարունակի արդյոք պաշտոնավարել ակտիվիստին ծեծած թաղապետը։ Ինչ արժեն նախագահի արտերկրյա շրջագայությունները, որքան գումար է ծախսվում պետական բյուջեից վարչապետի, ազգային ժողովի նախագահի, արտգործ նախարարի առանձնատների վրա։ Հայաստանը չի կատարել ծախսերը բացելու եվրոպական կառույցի պահանջը։ Հայաստանը բարելավել է դիրքերը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության սանդղակում, բայց մեդիա միջավայրը մնում է բևեռացված, խմբագրական անկախությունը ճնշման տակ։ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու։ Ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք բնակարանը գնել է ԱԱԾ տնօրենի որդին, սակայն գլխավոր դատախազությունը այս գործարքի հետ կապված կոռուպցիոն կասկածներ չունի։ Արդյոք տեղյակա կառավարության ղեկավարը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել։ Զելենսկին ու Թրամփը մեկ շաբաթ առաջ էին քննարկել այս թեման Վատիկանում։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծ կրտուքից հետո այդ միջադեպի գլխավոր մասնակից ակտիվիստին ծեծողներից մեկը թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել։ Բռնությունն ու հայհոյանքը դատապարտող հայտարարությունից բացի Երևանի իշխող ուժը այլ գործողություն դեռ չի իրականացրել, մասնավորապես հայտնի չէ, ինչպես է քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատկերացնում մեղադրյալի կարգավիճակում հայտնված իր ենթակայի հետագա աշխատանքը։ Շաբաթօրյակին մասնակցող քաղաքապետը այսօր էլ նախընտրեց լռել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր-Նորքի թաղապետարանի ծեծ կրտուքից օրեր անց չի խախտում լռությունը։ Տեղի ունեցածի մասին նա դեռ որևէ հայտարարություն չի արել։ Մինչդեռ մեզ հանդիպած երևանցիները խոսքերից զատ կոնկրետ գործողություններ են ակնկալում։ Պաշտոնանկ անել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ 10 հոգի մի մարդու վրա թափվեցին ու սկսեցին ծեծել։ Դա շնորհք էր։ Ծեծի շուրջ քննարկումների ու սուր քննադատությունների ալիքը չի մարում։ Մինչ այդ քաղաքապետն այսօր փոცხը ձեռքին շաբաթօրյակի էր մասնակցում ու մաքրություն անում մի տարածքում, որտեղ հստակ հուշում կար։ Բռնությունն արդարացում չունի գրաֆիտիի տեսքով։ Աշխատանքները նրան այսպիսի գրության պատի մոտ տարան։ Նրա շուրթերից սակայն այս բառերն այդպես էլ չլսեցինք։ Քանի որ հիմա այս հատվածով նոր ճանապարհ ենք կառուցելու։ Միջադեպից հետո այս միջոցառումը նրան մոտենալու ու հարցեր տալու լրագրողների առաջին հնարավորությունն էր։ Ինչու Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում։ Տիգրան Ավինյանը միայն ասաց, հարցազրույց չի տալիս ու անտեսեց մեր մյուս հարցերը։ Ասիլի թաղապետին ինչ որ հարցազրույց կոալիցիոն գործընկերոջը կորցնելու վտանգն է ձեզ հետ պահում։ Պարոն Ավինյան, հանրությանը հուզում է ի վերջո ազատում լինելու է։ Պարոն Ավինյան, չեք կարծում, որ ձեր լռությունը կարող է դիտվել որպես բռնության արդարացում։ Քաղաքապետը կարճ արձագանքեց միայն հեռանալիս։ Գնահատական կլինի, բայց երբ ու ինչպես չհստակեցրեց։ անպայման կլինի գնահատական։ Դու լավ տղեն դու չես։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դաժան ծեծից հետո, որին անձամբ մասնակցում էր թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, երկու քրեական գործ է հարուցվել։ Ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։ Իսկ դրա նախորդ օրը նույն շենքում յոգուրտով ակցիա իրականացրած ակտիվիստ Չախոյանն ու Ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մեղադրյալ են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հոդվածով։ 6-ի նկատմամբ էլ խափանման միջոցը բացակայելու արգելքն է։ Նոր-Նորքի թաղապետը քաղաքային իշխանությունը քաղաքացիական պայմանագրի հետ կիսող Հանրապետություն կուսակցությունից է։ Կոալիցիոն գործընկերներն անցնող օրերին թեև դատապարտեցին բռնությունը, բայց սլաքները հենց ծեծվածի կողմն ուղղեցին, թե նա է սադրել։ Հանրապետությունն ավելի հեռուն գնաց, միջադեպը Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության դեմ սադրանք որակելով։ Խուժանություն։ Ուրիշ ոչ մի։ Կատարվածի մասին քաղաքացիների կարծիքը փորձեցինք պարզել հենց Նոր-Նորք վարչական շրջանում։ Մոտ 1 ժամվա ընթացքում երկրորդ տեսակետ չլսեցինք։ Դա շնորհքություն էր,
Միմիայն դա դաստիարակության աստիճանն է, այտենց չի կարելի։ Սիրուն չի։ Ժամանակակից հասարակությունում այդպիսի դեպք։ Եթե քաղաքակիրթ մարդը ընդհանրապես sense բան չէր անի, իսկ եթե նորմալ երկիր լիներ, միանգամից հրաժարական կտար։ Արդեն իսկ պետք է գոնե առաջինը պաշտոնի կասեցում։ Լավ, ես գտնում եմ հետո շարունակությունը, որտեղ դա ճիշտ չի, ասենք մի ամբողը ինչ որ մեկի դեմ ցավում եմ շատ։ Տեղի ունեցածի մասին ոչ բոլորը գիտեին, կատարվածի շուրջ հակիրճ տեղեկացվելուց հետո նույն գնահատականներն էին տալիս։ Դա լավ բան չի, իհարկե պատիվ չի բերում մեր պետությանը հատկապես։ Ափսոս, շատ ափսոս, որտեղ այնքան անկարգ բաներ ա լինում, ես շատ վիրավորվում եմ, շատ։ Գեղեցիկ սիրուն դեպք չի։ Պետք է ասենք թե այդ ձևի վերաբերմունքը պետք է դատապարտվի ինձ թվում է։ Տաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ընդդիմախոսին ծեծելուց հետո սովորական աշխատանքային ռեժիմում է։ Նա իր ֆեյսբուքյան էջում շաբաթօրյակի շրջանակում արված աշխատանքների մասին է տեղեկացրել, Հայկ Նահապետի ու Գայի արձաններն են լվացել։ Ինչ արժեն նախագահի արտերկրյա շրջագայությունները, որքան գումար է ծախսվում բյուջեից, որպեսզի վարչապետը, ազգային ժողովի նախագահը, արտգործնախարարը բնակվեն Երևանի Կոնտ թաղամասի առանձնատներում։ Այս ծախսերը արդեն մոտ 10 տարի 2016 թվականից ի վեր շարունակում են փակ մնալ, չնայած որ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը պահանջում է թափանցիկ դարձնել դրանք։ Հեղափոխությունից հետո անգամ Փաշինյանի իշխանությունը քայլ չձեռնարկեց փոխել Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքը։ Ազատությունը հետաքննել է, ինչու իշխանությունը շարունակում է թաքնվել նախկինների օրոք ընդունված օրենքի ետևում։ Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի, ազգային ժողովի նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը, չնայած Գրեկոն, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ Հայաստանում նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին կամ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը դարձյալ պետական օդանավով։ Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հարսանիքի է մեկնել ոչ թե իր սեփական միջոցների, այլ մեր հարկատուներից հաշվին։ 2013-ին ընդդիմադիր падգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին $200,000 3 հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Շռայլությունների միջոցով է փաստորեն մեր պետական բյուջեն օգտագործվում, այլ ոչ թե իր նպատակներին համահունչ։ Որտեղ մենք ունենք հատուկ վարչապետ, որը կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին, հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքացիական պայմանագիրը դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին 2019-ին մեծամասնությունը մերժեց Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։ Խնդրում եմ դեմ քվեարկել եւ չմտցնել օրակարգ, ինքներդ եք հասկանում այս օրենքի լրջությունը, չգիտեմ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել ինչպես անի։ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել։ Ապրիլին Վատիկանում Հռոմի Պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթում Կուլի Ֆրագի 300-ամյակին նվիրված ժամանակներ եւ քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը խաղաղության եւ զարգացման հիմք միջազգային համաժողովին։ Մեծագույն պատիվ է մասնակցել այս բարձր մակարդակի միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության։
Հոկտեմբերին Խաչատրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Մի քանի օր անց Վահագն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին նախագահը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։ 2025-ի փետրվարին Հայաստանի նախագահը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա, այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել ամենամյա ներդրումային համաժողովին։ Նախագահի աշխատակազմը հրաժարվել է ազատությանը հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, արարողակարգային մյուս ծախսերը, վկայակոչելով գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։ Հայաստանում մի շարք պաշտոնատար անձինք, վարչապետը, ազգային ժողովի նախագահ, արտգործնախարարը բնակվում են Երևանի Կոն թաղամասի առանձնատներում։ Նրանց պահպանությունն ու սպասարկումն իրականացնում է կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ը։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՊՕԱԿ-ը պահպանում ու սպասարկում է մասնավորապես 8 առանձնատուն, սակայն կազմակերպությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ներկայում ովքեր են բնակվում այդ առանձնատներում։ ՊՕԱԿ-ը հրաժարվել է նաև տեղեկացնել, թե արդյոք վերջին տարիներին Կոնդի առանձնատներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որքան է ծախսվել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսերը եւ այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին, ՊՕԱԿ-ը դարձյալ վկայակոչել է գնումների մասին օրենքի այն կետը, որով վարչապետի, նախագահի, ազգային ժողովի նախագահի սննդի, կեցության, տրանսպորտի, արարողակարգային ծախսերը գաղտնի են։ Վերջին տարիներին կառավարական առանձնատների տնտեսություն ՊՕԱԿ-ի բյուջեն կայուն աճել է։ 2021-ի դեկտեմբերի 30-ին կառավարությունն ընդունեց մի որոշում, որով Կոնդի առանձնատների գործունեության առարկան ու նպատակը լրացվեց ու ընդլայնվեց, ձևակերպվելով այսպես. Կոնդի առանձնատների տնտեսություն, պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան եւ հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաեւ ծառայողական առանձնատներում բնակվող հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության, սննդի սպասարկումն ու ապահովումը։ Այս ձևակերպումը կասկածներ է առաջացնում, որ ՊՕԱԿ-ի վրա դրվել է նաև Կոնդում բնակվող պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների համար սննդի ապահովումը։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը Գրեկոն, որ հակակոռուպցիոն քաղաքականության հարցում Հայաստանի հիմնական գործընկերներից է, 1 տարի առաջ Հայաստանի գնահատման 5-րդ զեկույցում առաջարկել էր փոխել արարողակարգային ծախսերի կարգավորումը։ Գրեկոն առաջարկում է վերանայել վարչապետի թեկնածուի, նախագահի, ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները, նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով։ Ինչ է արել Հայաստանի կառավարությունն այդ պահանջի կատարման ուղղությամբ, հետաքրքրվել էինք Արդարադատության նախարարությունից։ Ի պատասխան Ազատության գրավոր հարցման հայտնել են, որ Արդարադատության նախարարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ մարմինների, այդ թվում վարչապետի աշխատակազմի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է նաեւ նախագահի, վարչապետի թեկնածուի եւ ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակգործընթացների վերանայման հնարավորությունը։ Արդարադատության նախարարությունն իր պատասխանում նաև շեշտել է, որ գնումների գործընթացի պետական կարգավորման եւ համակարգման իրականացումը, ինչպես նաև գնումների վերաբերյալ քաղաքականության մշակումը դուրս են Արդարադատության նախարարության լիազորություններից։ Ըստ էության գերատեսչությունն ակնարկում է, որ գնումների հետ կապված օրենսդրությունը պիտի փոխվի ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ։ Գրեկոն արձագանքելով Ազատության հարցերին ու անդրադառնալով վարչապետի թեկնածուի, ազգային ժողովի նախագահի ու նախագահի
ծախսերի մի մեծ մասի փակ լինելուն նշել է. համոզված չեմ, որ վերոնշյալ ծախսերը պետք է ազատվեն ընդհանուր բաց մրցույթի ու թափանցիկության ռեժիմից։ Կառույցը Հայաստանի մասով իր առաջարկների կատարումը կգնահատի 2026-ին Հայաստանի զեկույցի հիման վրա, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Գրեկոն շեշտում է, թափանցիկությունը հակակոռուպցիոն պայքարի առանցքային բաղադրիչ է, հաստատությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու լավ միջոց։ Գրեկոյի կանոնակարգը հատուկ ընթացակարգ է նախատեսում այն անդամ պետությունների համար, որոնց պատասխանները Գրեկոյի առաջարկներին հիմնականում եղել են անբավարար, նշված է ազատությանը ուղղված կառույցի պատասխանում։ Հայաստանը բարելավել է դիրքերը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության սանդղակում, բայց մեդիա միջավայրը մնում է բևեռացված խմբագրական անկախությունը ճնշման տակ։ Մեդիայի աշխատակիցներն էլ իրենց փորձով են կիսվում, չնայած սանդղակում զբաղեցրած դիրքին լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կամահրական վերաբերմունքը միայն ավելանում է։ Հայաստանը 9 միավորով բարելավել է իր դիրքերը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության ամենամյա սանդղակում, 34-րդն է 180 երկրի շարքում։ Հայաստանի մեդիան բազմակարծիք է, բայց բևեռացված արձանագրել է միջազգային կազմակերպությունը, փաստել, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը միաժամանակ նկատում որ սակավաթիվ անկախ լրատվամիջոցները Civilnet-ը, Հետքը, Factor TV-ն եւ Ազատությունը զարգանում են եւ անկախ վերահսկողի դեր կատարում, ինչը կարեւոր է ժողովրդավարության համար։ Ինֆորմացիա ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը զեկույցին ծանոթ է եւ գիտի, ինչն է ընկած բարելավման հիմքում։ Նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող, խոսքի ազատությունը սահմանափակող իրավական ակտեր չեն մշակվել եւ չեն ընդունվել, սա լուրջ ի տարբերություն նախորդող տարիներին, սա լուրջ առաջընթաց էր։ Մյուս դրական փաստարկը, որ կուզեի բերել, այն է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ավելի անվտանգ, ֆիզիկական անվտանգ միջավայրում են գործել։ Իրավապաշտպանները լրագրողների նկատմամբ թիրախավորված ֆիզիկական բռնության դեպքեր նախորդ տարի չեն արձանագրել, բայց անցած տարի ինդիմության ցույցի ժամանակ ոստիկանության գործողության ընթացքում առնվազն 10 լրագրող էր տուժել։ Հայաստանում խոսքի ազատության հատուկ բարելավում չի նկատում Civilnet-ի գլխավոր խմբագիրը։ Կարեն Հարությունյանը հակառակ փաստարկները բերեց։ Լրագրողների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որակումներ, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կամահրական վերաբերմունքը միայն ավելանում է։ Երբեմն մենք նաև տեսնում ենք, որ ամենահեղինակավոր լրատվամիջոցները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կարող են որակվել տեղին մամուլ, ամենավերջին օրինակը գիտեք, հետքի հետաքննության վերաբերյալ է, դրանից առաջ էր եղել։ Լրագրողները բախվում են պետական կառույցներից ճշգրիտ տեղեկատվություն ստանալու խնդրին։ Կարեն Հարությունյանի խոսքով սա նույնպես խոսքի ազատության կարևոր բաղադրիչ է։ Երբեմն այդ տեղեկատվությունը պարզապես կամ չեն տալիս, կամ ճիշտ ժամանակին չեն տալիս, կամ տեղեկատվությունը չի լինում այն, ինչ որ լրագրողներն են հայտնում, կան որոշակի սահմանափակումներ։ Շուշան Դոյդոյանին մտահոգում են լրագրողների նկատմամբ վիրավորանքները, հատկապես երբ վիրավորող բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում, ինչն էլ ըստ փորձագետի անպատժելիության մթնոլորտ է ստեղծում։ 2024 թվականին լրատվամիջոցների դեմ 43 դատական հայց է ներկայացվել, հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից։ Իսկ պահանջները միլիոնավոր դրամներ կամ տուգանքներ են, որոնք հատուցելու դեպքում կասկածի տակ կդրվի ընդհանրապես լրատվամիջոցի գոյությունը։ Դոյդոյանը սա հատուկ ռազմավարություն է որակում։ Հիմնական նպատակն է կանխարգելել հետագա լրագրողական հետաքննությունները, բացահայտումները իրենց կամ իրենց մտերիմների ապօրինի գործունեության վերաբերյալ։ Պաշտոնյաների մասին լրագրողական տարբեր հետաքննություններ հրապարակած Civilnet-ն դատական հայցերի պակաս չի զգում։ Խմբագիրը պաշտոնյաների նման գործելավոճը խոսքի ազատության ճնշման, լրագրողների լրացման գործիք է համարում, ասում է, իրենց դեմ նույնիսկ քրեական հետապնդման փորձ է եղել։ Խոսքի ազատության ազդեցությունը մենք շատ հաճախ չունենք, այսինքն լրագրողական հետաքննությունների ազդեցությունը մենք չենք տեսնում շատ հաճախ։ Այս բոլոր խնդիրներով հանդերձ Հայաստանը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության սանդղակում առաջ է իր բոլոր հարևաններից։ Վրաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը 167-րդ, Թուրքիան 159-րդ, Իրանը 176-րդ տեղում է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Փոփեք առ փոփեք վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ
վերադարձնելու։ Ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք բնակարանը գնել է ԱԱԾ տնօրենի որդին, սակայն գլխավոր դատախազությունը այս գործարքի հետ կապված կոռուպցիոն կասկածներ չունի։ Արդյոք տեղյակ է կառավարության ղեկավարը։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել։ Զելենսկին ու Թրամփը մեկ շաբաթ առաջ էին քննարկել այս թեման Վատիկանում։ Կոռուպցիայի դեմ պայքարի պետական ամենաբարձր մակարդակով նախկինների թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումների ֆոնին հետքը բացահայտել է, որ ապօրինի գույքի ցուցակից դուրս մնացած թանկարժեք մի բնակարան է գնել ազգային անվտանգության ծառայության պետի Արմեն Աբազյանի երիտասարդ որդին։ Այս պատմությունը ջրի երես է դուրս եկել գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված լինելու պատճառով։ Ուշագրավ է սակայն, որ մինչ պետությունը Ծառուկյանից պահանջում է վերադարձնել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ եւ բնակարաններ, ԱԱԾ պետի 31-ամյա որդու բնակարանը, որ Ծառուկյանի կառուցած շենքում է, կոռուպցիոն կասկածներ չի առաջացրել իրավապահների մոտ։ Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի որդին մեկ տարի առաջ Երևանի կենտրոնում Աբովյան փողոցում $600,000 բնակարան է գնել։ Հետքը պարզել է, որ այդ բնակարանը գրանցված է եղել գործարար Տիգրան Մանուկյանի անունով, ում գույքը գլխավոր դատախազությունը ապօրինի է համարում ու պահանջում է, որ հակակոռուպցիոն դատարանը բռնագանձի։ Եվ հիմա մենք այս մեր պատմությունով ներկայացնում ենք, որ գույքերը, որոնք որ ենթադրվում է, որ ապօրինի ծագում ունեն, այդ գույքերը թափանցիկ ձևով չեն ցուցակագրվում եւ վերադարձվում, եթե ապօրինի Հայաստանի Հանրապետությանը։ Տիգրան Մանուկյանը իրավապահների թիրախում է հայտնվել Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված լինելու պատճառով։ Նախկիններից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն է անցնում ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Դեռ 2023-ին գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է նախկին падգամավորի ունեցվածքի օրինականությունն ու դիմել է հակակոռուպցիոն դատարան։ Պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից պետությանը վերադարձնել միլիարդներ, ավտոմեքենաներ, բնակարաններ։ Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաև Ծառուկյանի բիզնեսներում ներգրաված Տիգրան Մանուկյանից։ Այդ գույքերից մեկը ցուցակագրվելու ճանապարհին, որ արժի մոտ $600,000, դուրս է գալիս այդ ցուցակից եւ ցուցակի կողքը սպասում է այնքան ժամանակ, մինչեւ գտնում է իր նոր սեփականատիրոջը, իդեմս ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու։ Գործարարից պահանջում են պետությանը վերադարձնել 21 ավտոմեքենա, ավտոկայանատեղիներ, 13 բնակարան, որոնք Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում են, երկուսը Աբովյան փողոցի նորակառույցում։ Հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը պարզել է, Մանուկյանից պահանջվող գույքի ցանկում չկա հենց այն մեկը, որը հետագայում դարձել է Արմեն Աբազյանի 31-ամյա որդու սեփականությունը։ Ինչ բավարար ապացույցներ է ձեռք բերել դատախազությունը ուսումնասիրելու ժամանակ, որ նույն շենքում երկու այլ բնակարանի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, երրորդ բնակարանինը Գագիկ Ծառուկյանը չի։ Ըստ լրագրողի բռնագանձման հայցը դատարան ներկայացնելուց օրեր անց գույքի ցանկից դուրս մնացած այդ բնակարանը Տիգրան Մանուկյանը նվիրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ծանոթին Եղիշե Համբարձումյանին, որը Ռուսաստանում գործարար է։ Եղիշե Համբարձումյանն էլ թանկարժեք նվերը 4 ամիս անց վաճառել է Արմեն Աբազյանի որդուն։ 31-ամյա Ռոբերտ Աբազյանը այն գնել է ըստ հետաքննության շուկայական գնից մոտ $300,000 էժան։ Բնակարանը Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ է 225 քառակուսի մետր։ Այս բացահայտումը վկայում է, որ այս գործարքների մեջ ինչ որ միտեղ մի բան այն չէ, եւ այս գործարքները առնվազն կոռուպցիոն կասկած հարուցելու հիմք է։ Քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։ Կոռուպցիայի դեմ պայքարի նախկիների թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տված վարչապետն առայժմ չի արձագանքել այս բացահայտմանը, որը լրագրողի առնվազն կոռուպցիոն կասկածների մասին է։ Միակ հարցն է, որ դեռևս պարզաբանման կարիք ունի, արդյոք
այս գործարքից տեղյակա կառավարության ղեկավարը։ Այդ ինչպես է ստացվել, որ ապօրինի գույքի հետևից հատիկ առ հատիկ գնացող պաշտոնյաների ցուցակից դուրս է մնացել այս բնակարանը։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, թե այդ բնակարանը չեն պահանջել բռնագանձել, քանի որ բավարար ապացույցներ չկան, որ դրա իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է։ Համոզիչ չի։ Եվ շատերի մոտ կասկածներ է թողնում, թե ինչպես է լինում, լավ, այդ մի կտորը ոնց է քանում, ինչու չեք վերադարձնում պետությանը եւ որոշել եք, որ դա ապօրինի ծագման գույք չէ եւ վերաբերելի չէ Ծառուկյանին։ Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին էլ պաշտոնական պարզաբանումը չի համոզել։ Հետաքննությունից ենթադրում է, որ ապօրինի գույքի բռնագանձման հարցում իշխանությունն ընտրովի մոտեցում ունի։ Սա ինձ հուշում է, որ որոշ դրվագներով, որոշ անձանց մասով ապօրինի գույքը լինում է վերադարձը լինում է ընտրովի կամ ապօրինի գույքի որակումը լինում է ընտրովի։ Ուզում ենք որակում ենք, չենք ուզում չենք որակում։ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը թափանցիկ չէ, ու այդ պատճառով էլ այսպիսի բացահայտումներ են լինում։ Տեղեկատվության թափանցիկության զգալի պակասի հետ մենք գործ ունենք։ Նախկինների գույքի ծագումը ուսումնասիրող ներկաներին, որտեղից այդ ահռելի միջոցները, ինչպես է ստացվում, որ գործող բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հսկայական միջոցներ ունեն, հարցնում է իրավապաշտպանը։ Այս գործարքն էլ մի շարք այլ պաշտոնյաների պես կատարվել է իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բանկով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունը պիտի տա եւ վախենամ իշխանությունը ուժ ու զորություն չունենա բացատրություն տալ։ Գլխավոր դատախազությունն այս գործարքի հետ կապված կոռուպցիոն կասկածներ չունի, լրագրողական հետաքննությունը չեն ուսումնասիրում։ Ազատությանը փոխանցեցին, թե մինչև հրապարակումը ինչ պարզաբանել են, ուժի մեջ է, թե ինչ միջոցներով է 31-ամյա Ռոբերտ Աբազյանը ամսական 3 միլիոնով մարում 240 միլիոն վարկը, ԱԱԾ-ից չեն պատասխանել, ասել են, թե Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքն է։ Իրավապաշտպանները շարունակում են ահազանգել ուժային կառույցներում մարդիկ խոշտանգվում են, իսկ բռնություն իրականացած ոստիկանները հիմնականում չեն պատժվում։ 4 թվերը միայն փաստում են, որ վերջին 3 տարիներին խոշտանգման մասին ահազանգերը տասնյակներով ավելացել են։ Հարյուրավոր զանգերից էր, սակայն միայն մի քանիսն են դառնում դատարանի քննության առարկա։ Իրավապահ կառույցների ներկայացուցիչները թեև պարբերաբար խոսում են համակարգում բարեփոխումների մասին, այդուհանդերձ իրավապաշտպանները պնդում են խոշտանգումների դեմ պայքարը իմիտացիա է։ Ուժային կառույցներում խոշտանգումները բացահայտելու քաղաքացուն ծեծող իրավապահներին պատժելու քաղաքական կամք չկա, համոզված են հայաստանյան իրավապաշտպանները։ Կամք եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական, որտեղ իրավապահ համակարգն է այդ բռնությունների դեմ պայքարում իրական կամք վերացնելու խոշտանգումները։ Հետպարբերականի նախաձեռնած քննարկման մասնակից իրավապաշտպան Արաքս Մերքոնյանը մի շարք թարմօրինակներ ունի, երբ քննչականն արդեն 1 տարուց ավելի է անգամ չի բացահայտում քաղաքացուն ծեծած ոստիկաններին։ Դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին 1 տարի առաջ օրը ցերեկով ծեծեցին կարմիր բերետավորները։ Տեսանյութը կա, պատգամավորին ոտքերով, ձեռքերով հարվածող ոստիկանները երևում են, բայց նրանցից ոչ մեկը մեղադրյալ չէ։ Ավելին, շարունակում են ծառայել համակարգում։ Նույնը նաև արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ու ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի դեպքում է։ Չի կարող լինել տեսագրություն, անձ, որը կատարել է արարք, տուժող, որը մատնանշում է եւ ապացուցողական գործողություն անձի ճանաչում կամ առերեսում չիրականացվի, ավելին հետապնդում չգնացի։ Որովհետև ինքը տեսագրությունը ամենածանրակշիռ ապացույցն է։ Անձին ինչ էլ նկարագրեն, տեսագրությունով է իդենտիֆիկացվում դեպքի ամբողջ հանգամանքները։ Եվ եթե դա կա, դատախազությունը անձան որպես հետապնդող մարմին գնում է հետապնդման։ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանը թեև պնդում է, որ խոշտանգումների տեսանյութերը կարևոր են հանցագործությունը բացահայտելու համար, բայց պատգամավորի պարագայում այլ խնդիր կա։ Աշոտ Սիմոնյանը մինչ օրս անցել է տևական ժամանակ, չի ներկայանում վարորդ իրականացնող մարմին, դեպքի հանգամանքների շուրջ չի հայտնում իր հանգամանքները, թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան, թեկուզ եւ առկա է դեպքի վերաբերյալ տեսանկարող սարքի տեսակցություն։ Պատգամավորն ավելի վաղ Ազատությանն ասել էր, այսօր էլ վերահաստատեց, քանի դեռ մեղադրյալ չկա, հարցաքննության չի գնա։ Իրավապահներն էլ փաստորեն մեղադրյալ նշանակելուց առաջ Սիմոնյանի խոսքին են սպասում։ Պատգամավորը մինչդեռ չի հավատում, որ այս իշխանության օրոք իր գործով արդարադատություն կլինի։ Տիգրան Ուլուբաբյանն ու Սամվել Վարդանյանն էլ հարցաքննվել են, ուր են մեղադրյալները, տարակուսում են իրավապաշտպանները։ Ինչ է սպասվում այն գործերին, երբ չկան տեսագրություններ, հարցնում է Արաքս Մերքոնյանը, ինչու պետք է քաղաքացու խոսքին չհավատան, փոխարենը ճշմարիտ համարեն ոստիկանինը։
չկա տեսաձայնագրություն։ Պատկերացրեք, չկա, տարել են մարդուն, ծեծում են եւ չկա որևէ տեսաձայնագրություն։ Այսինքն մենք ուժողի ասածը բավարար չէ, բայց ոստիկանի ասածը բավարար է, որի նկատմամբ հանրային քրեական մեղադրանք չհարուցվի։ Եթե падգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում դատախազը գործը բացահայտելու համար առանցքային նշանակություն է տալիս չկայացած հարցաքննությանը, ոստիկանության Լոռու մարզային բաժնում ծեծի մասին հազանգած արցախցի Տիգրան Ուլուբաբյանը հարցաքննվել է, առերեսվել 2 ոստիկանների հետ ու խնդրել, որ թույլ տան իրեն ստորացրած ու խոշտանգած մի ուզվեցին էլ մատնացույց անել, բայց մերժել են։ Խոշտանգումների դեմ պայքարի իմիտացիա է, պնդում է իրավապաշտպան Մելքոնյանն, ում հետ համաձայն չէ քննչական կոմիտեի ներկայացուցիչը։ Շիրազ Գրիգորյանի 7 հոգանոց թիմն է զբաղվում խոշտանգումների ու պաշտոնյաների կողմից բռնության դեպքերի քննությամբ։ Բոլոր քրեական վարույթները իրականացնում են համակողմանի քննություն, ապացուցողական վարույթային գործողությունը կատարում են ժամանակին։ Գործերի դանդաղ քննությունը օբյեկտիվ պատճառներ ունի, ասում է Շիրազ Գրիգորյանը, բացատրում, թե ինչու են տարեկան կտրվածքով մի քանի 100 ահազանգերից դատարան ուղարկվում միայն մի քանիսը։ Շատ դեպքերում մենք ունենում ենք առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ, առերևույթ հանցանքից տուժած անձանց կողմից եւ շատ դեպքերում մենք չենք ունենում բավարար ապացույցներ քննիչին, որպեսզի պայմաններում քննիչը կարող է հանգել, որ մեծապես հավանական է հիշել հանցանքի կատարման համար անձի դատապարտումը։ Եվ քննիչը տևական ժամանակ փորձում է տարբեր միջոցներով ապացույցներ ձեռք բերել օրենքոսահմանված կարգով եւ ոչ միշտ է, որ քննիչին հաջողվում է։ Ու մինչ իրավապահ կառույցների ներկայացուցիչները հավաստիացնում են, թե բարեփոխումներ են ընթանում ու արդյունքները չեն ուշանա, իրավապաշտպանները հակադարձում են, խոշտանգումներն ավելանում են, բացահայտումները ոչ։ Պաշտոնական տվյալներով 2022 թվականին իրավապահները ստացել են խոշտանգման մասին 210 ահազանգ, 2023-ին 261, 2024-ին 330, իսկ միայն այս տարվա 3 ամիսներին արդեն 57 ահազանգ, սակայն մի քանի 100 ահազանգերի դեպքում դատարան են ուղարկվել մի քանի գործեր։ Օրինակ 2024-ին ստացած 330 ահազանգերից որպես խոշտանգում առանձնացրել են 8-ը։ Մեծ աղմուկով եւ կոշտ քննադատությամբ ընդունված հանրային տրանսպորտի թանկացման որոշումից հետո արդյոք քաղաքային իշխանությունը կարող է հպարտորեն հայտնել, որ Երևանում կա այլևս բարեփոխված տրանսպորտ եւ որ այդ թանկացման արդյունքում բյուջեն հավելյալ գումարով լցվեց։ Պաշտոնական թվերը ամենևին այդ մասին չեն վկայում։ Ընդդիմախոսներն էլ վստահ են, հավաքված գումարների հենց ոչ բավարար չափն է, որ դրդել է Երևանի քաղաքային իշխանությանը մտածել, ինչպես տուգանել չվճարող քաղաքացիներին։ Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամ դառնալուց հետո երևանցիներն այնքան էլ ակտիվ չեն վճարել։ Համենայն դեպս դատելով Ազատությանը Երևանի քաղաքապետարանի տրամադրած թվերից, տրանսպորտի 50% թանկացումից հետո եկամուտները նույնքան չեն աճել։ Համեմատենք նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածի հետ, երբ վարորդներն այլևս գումար չեն վերցնում ուղևորից, բայց ուղևորցը 100 դրամ էր։ Դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում 2,26,001 ուղևորից միասնական տոմսային համակարգով օգտվել է 679,518 կամ 33,5%։ Շաբաթվա հավաքագրված հասույթը կազմել է 202,600,100 դրամ։ Երևան ավտոբուսի տնօրենի նախորդ տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա տվյալներն էին։ Հաշվենք, եթե մեկ շաբաթում հավաքված գումարը 202,600,000 է, ապա ամսական եկամուտը 4 շաբաթվա հաշվարկով միջինում 810 միլիոն դրամից ավելի է լինում։ Ըստ հաշվարկի նույն ժամանակահատվածում մետրոն 100 դրամ սակագնով մեկ ամսում մոտ 214 միլիոն է հավաքել։ Միայն մետրոյի եւ ավտոբուսի մեկ ամսվա գումարը 100 դրամ սակագնով մոտավորապես 1 միլիարդ 24 միլիոն դրամ է կազմել։ Իսկ հա փետրվարին, երբ սակագինն արդեն 150 դրամ էր եւ այստեղ ավտոբուսից եւ մետրոյից բացի գումարվում է նաեւ 50 դրամից 150 դրամ դարձած տրոլեյբուսը, բոլորից հավաքված գումարը կազմել է 1 միլիարդ 156 միլիոն դրամից մի փոքր ավելի։ Տեղեկացնում եմ, որ Երևանի ավտոբուս ՓԲ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքվել է 90 միլիոն 990 հազար դրամ։ Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքված գումարը կազմել է 75 միլիոն 213 հազար 900 դրամ։ Քաղաքապետի խոսնակի տարեսկզբին հունվարին արած գրառումն է։ Ավելին, մինչև սակագնի բարձրացումը քաղաքային իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ներկայացնում են տրանսպորտից հավաքված գումարների թվային պատկերը։ Սակագնի բարձրացումից հետո այս հրապարակումները դադարեցին։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները ոչ լրագրողների, ոչ ավականու հարցերին ի պատասխան թիվ չէին ասում։ Չի ընդհանրում չէ, որ փաթեթների քանակը այս անգիր պետք է հիշել։ Ես
ես այդ տեղեկությանը տեղյակ չեմ, արդեն պատասխանեցի։ Ավականու ընդդիմադիր անդամ Իզաբելա Աբգարյանին թվերը չեն զարմացնում։ Ամեն օր տրանսպորտից օգտվում են, պատմեց Աբգարյանն ու պնդեց, որ իր աչքի տեսածով 150 դրամի բոյկոտը շարունակվում է։ Այսինքն այն գանձումները, որոնք հույս ուներ քաղաքապետարանը ունենալ, չի ունենում։ Բացի այդ հիմնական փոխման իմաստն էր, որպեսզի քաղաքացիները անցնեն փաթեթների, որպեսզի միանվագ միանգամից այդ գումարը գար քաղաքապետարան։ Դա տեղի չի ունենում եւ փաթեթները մենք գիտենք, որ շատ ցածր տոկոս ունեն վաճառքի նաեւ։ Արդեն մարտին տրանսպորտից հավաքված գումարները մոտ 56 միլիոնով ավելացել են, դառնալով 1 միլիարդ 212 միլիոն 265 հազար դրամ։ Մարտին աճ կա նաեւ փաթեթների իրացման առումով։ Եթե փետրվարին իրացվել է 83718 փաթեթ, ապա մարտին թիվը հասնում է 97493-ի։ Քաղաքային իշխանության տրանսպորտային բարեփոխման ընդդիմախոսները վստահ են, հավաքված գումարների նվազումն է, որ դրդել է քաղաքապետ Ավինյանին ու թիմին մտածել չվճարելու համար տուգանքների նախագծի մասին։ Շատ քաղաքացիներ, նույնիսկ լսելով, որ քաղաքապետարանը մտադիր է տուգանքի գնալ, միևնույն է հայտարարում են, որ նրանք չեն վճարելու։ Այսինքն ապացույց են, թվերն էլ նաև ապացույց են, որ բոյկոտը շարունակվում է եւ քաղաքացիները պարզապես լուր առանց աղմուկի չեն վճարում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակած նախագիծը տարածքային կառավարման նախարարությունն է խորհրդարանում ներկայացրել։ 3-ից 15000 դրամ տուգանք սահմանող նախագիծը գլխադասային հանձնաժողովում թեժ քննարկվեց, քննադատվեց անգամ իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի падգամավորների կողմից։ Ընդունվի էլ չի գործելու, կարծում է Աբգարյանը, քանի որ գործնականում հսկելը շատ դժվար է։ Մենք ունենք նաև չնախատեսված տեղում աղբ թափելու համար տուգանքներ, ունենք փողոցային առևտրի արգելք, ունենք փողոցային երաժիշտների հետ կարգավորումներ, սակայն մենք տեսնում ենք, որ դա քաոտիկ բնույթ է կրում, այսինքն 1-2 օր որոշում են, ինչ որ մկան են ցույց տալիս, բայց հետո հետևողականորեն չեն կարողանում հետևել։ Ես կարծում եմ, որ տուգանքների նախագիծը եթե ընդունվել, դատապարտված է լինելու նույն ճակատագրի։ Ընդդիմությունը ինչ-որ բան չի պատկերացնում, ոնց պետք է արվի, չի նշանակում, որ դա անհնար է։ Դա անհնար է իրենց չպատկերացրած աշխարհում։ Մեր եթե ազգային ժողովի կողմից նախագիծը համանցան արժանանա, մենք փաստով կապացնենք, որ դա հնարավոր է, դուք կտեսնեք։ Ապացուցելու համար քաղաքային իշխանությունը դեռ պետք է սպասի, թեև քննադատությունից հետո իշխող ուժի քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն ստացավ եւ պետք է քննարկվեր, ազգային ժողովի ապրիլի 15-ին մեկնարկած նիստին նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց։ Հիմնական զեկուցողի բացակայության պատճառաբանությամբ տարածքային կառավարման նախարարությունից Ազատությանը հայտնեցին իրենց փոխնախարարը չի ներկայացել, քանի որ նախագծի վրա լրացուցիչ աշխատանք կա կատարելու, թե ինչ աշխատանք չեն մանրամասնել։ Նախագծով ուղևորները պարտավոր են տրանսպորտ նստելուց անմիջապես հետո վճարել ուղևորцը, ավելացված տոմսը հսկիչներին պահանջի դեպքում տրամադրել, այն ստուգելու նպատակով չներկայացնեն, կդուգանվեն։ Գերծանրաբեռնված տրանսպորտում ինչպես են հսկիչներն աշխատելու, ինչպես է քաղաքացին առավելագույնը 1 րոպեում վավերացնելու իր տոմսը, ոլորտի համակարգողն է պատասխանում։ Եթե մարդը վալիդատորին հասանելիության խնդիր ունի, ուրեմն հսկիչն էլ այդ ավտոբուսը նստելու խնդիր է, չէ՞ ունենալու։ Չի կարա մեկը առանց մյուսի լինի։ Այսինքն եթե լինի անհնար այդ պահին վավերացումը, նաև կլինի անհնար վերահսկողությունը, եթե լինի այդպիսի իրավիճակ։ Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10000 դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլանց տուգանվելու է 15000 դրամով։ Ինչ վերաբերում է արտոնություններին, քաղաքապետարանի հարցման պատասխանից պարզ է դառնում, որ օրինակ 1 տարվա անսահմանափակ փաթեթի 96-62% անվճար է տրամադրվել արտոնություն ունեցողներին։ Տարեկան փաթեթը փետրվարին 18, մարտին էլ ընդամենը 8 հոգի է գնել։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել։ Reuters-ը հղումաններով իր աղբյուրներին գրում է, որ նոր սահմանափակումները տարածվելու են էներգետիկայի եւ բանկային ոլորտների, մասնավորապես Գազպրոմի եւ բնական պաշարների ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների վրա։ Գործակալության աղբյուրները հայտնում են, որ պատժամիջոցների նպատակն է մեծացնել Մոսկվայի վրա ճնշումը, որպեսզի Պուտինը համաձայնի նախագահ Թրամփի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նախաձեռնությանը։ Դեռևս պարզ չէ Թրամփը կհաստատի այս առաջարկները, թե ոչ։ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ 1 շաբաթ առաջ Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման։
Ուկրաինան այսօր մերժել է ժամանակավոր մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե 3, այլ 30 օրով հայտարարել է Ուկրաինայի նախագահը երրորդյա զինադադարի գաղափարը որակելով մեջբերում է մեծ թատերական ներկայացում։ Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Կիևը չի կարող այլ պետություններին անվտանգության երաշխիքներ տալ, եթե նրանց ներկայացուցիչները մայիսի 9-ին մեկնեն Մոսկվա հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու։ Գերմանիայի Շտուտգարթ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ կա 1 զոհ, հաղորդվում է 8 վիրավորի մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։ Ոստիկանությունից հայտնել է, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է։ Այս պահին արձակման կամ կանխամտածված արարքի նշաններ չկան, հայտնել են ոստիկանությունից։ Եվ վերջում տեղափոխվենք տիեզերք, բայց անցնելով Գյումրիով։ Այստեղ կա մի կենտրոն, որտեղ հենց փոքրուց երեխաներին սովորեցնում են ոչ միայն երազել աստղերին նայելիս, այլ նաև շատ կոնկրետ պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում այնտեղ վերևներում։ Այս նախաձեռնությունը եկել է փակելու դպրոցների բացը, որտեղ աստղագիտություն առարկան որպես այդպիսին այլևս գոյություն չունի։ Այստեղ սովորող 100-ից ավելի երեխաների մեծ մասը արդեն գիտի դեպի որ մոլորակ կուզեր թռչեր։ Երկիրը մեր գորում կտրվում է 24 ժամ, իսկ արևի շուրջ 1 տարի, 364 կամ 365 օր։ Գյումրիում գործող Անդրկիտ ակադեմիայի փոքրիկ աստղագետներն են։ 7-ից 8 տարեկան երեխաներն այստեղ աստղերի, մոլորակների ու տիեզերքի մասին արդեն տպավորիչ գիտելիքներ ունեն։ Մոլորակների հերթականությունը։ Այո։ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Գիտեմ, որ ամենամեծ մոլորակը Յուպիտերն է, իսկ ամենափոքրը Մերկուրին։ Ամենաշոգը Վեներան, ամենացուրտը Նեպտունը։ Մեզ միշտ կթվար լուսինը եւ արևը գելնի նույն տեղից, բայց նրանք տարբեր տեղերից են ելնում։ Կա մենակ մի քանի օր, որտեղ նրանք նույն դիշկից են ելնում։ Օրինակ, որ մենք ուսումնասիրել էինք երկինքը, ստելարիում ծրագրով էինք ուսումնասիրել, որպեսզի տեսնեինք երկինքը, ու մենք նայել ենք, որտեղ ինչ համաստեղություն կա, ու փորձել ենք նմանացնենք աստղերով, ես նմանացրել եմ, գտել եմ այս համաստեղությունները։ Հայաստանյան դպրոցներում ժամանակին աստղագիտություն առարկան դասավանդում էին բարձր դասարաններում, հիմա միայն մի քանի դասաժամ է հատկացված։ Փաստացի աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներն ավելի լուրջ գիտելիքներ պետք է ստանան դպրոցից դուրս։ 10-ամյա Իսահակը, օրինակ, որ 6 տարեկանից է սկսել հետաքրքրվել աստղագիտությամբ, ուզում է գիտնական դառնալ ու տիեզերքն ուսումնասիրել։ Մի քանի բան եմ ուզում ես բացահայտել, բայց օրինակ անվերջը տիեզերքը, թե ինչպես են մոլորակները եւ աստղերը առաջանում, բայց ես սկզբում պետք է գնամ մեկ ուղղությամբ նոր անցնեմ մյուսներին։ Առաջինը ես ուզում եմ սկսեմ աստղերից, շատ հետաքրքիր է դա։ Ոմանք էլ երազում են տիեզերագնաց դառնալու, այլ մոլորակներ հասնել։ Մոլորակների ընտրության հարցում էլ ամեն մեկն իր նախընտրածն ունի։ Տիեզերագնաց։ Նեպտուն մոլորակը։ Որտև այնտեղ որտև ինքը ամենապաղ մոլորակն է։ Ես շատ կուզենայի Մարսեր տալ կամ էլ Վեներա։ Անդրկիտ ակադեմիայում բացված աստղագիտության սենյակ լաբորատորիան առաջիններից մեկն է Հայաստանում։ Սկզբում ռոբոտաշինություն, հետո ծրագրավորում, հիմա արդեն աստղագիտությունն են ուսումնասիրում կենտրոն հաճախող երեխաները, բայց կենտրոնի հիմնադիրները նախ մի խնդիր պիտի լուծեին՝ դասավանդողներ չկային։ Ուսուցիչների վերապատրաստման օգնեց Բյուրականի աստղադիտարանը, հետո միջազգային ծրագրով վերապատրաստում անցան, պատմեց կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։
Մենք մեր միջազգային վերապատրաստումները անցել ենք ՆԱՍԵ ծրագրի շնորհիվ, որը համաշխարհային ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է դպրոցներում աստղագիտություն դասավանդելու համար։ Իրենց հետ կապ հաստատել ենք Փիրականի աստղադիտարանի միջոցով ու իրենք եւս մեզ շատ ընդառաջել են ու կարողացել ենք միասին համ մրցույթների մասնակցել, համ վերապատրաստումների իրականացնել։ Այս պահին շատ սերտ համագործակցում ենք իրենց հետ, իրենք գտնվում են Բրազիլիայում։ Թեև 1.5 տարի է այս կենտրոնում աստղերն են ուսումնասիրում, բայց անհրաժեշտ սարքավորումներով կահավորված սենյակը միայն օրեր առաջ բացվեց։ Սարքերը բավականին թանկ են, երկու մասնավոր բանկերի հայտարարած կրթական ծրագրին են մասնակցել ու շահել։ Կոնկրետ աստղագիտության վերաբերյալ սարքավորումներով այս լաբորատորիան ես մասնակցել էի CI Social Impact Award ծրագրին, որը մրցույթային ծրագիր է, սոցիալական ներդրումներ իրականացնող ծրագրերի մրցույթ է։ Այդ մրցույթին մասնակցել են 10-ից ավել ծրագրեր ու աստղագիտությունը բոլորի համար ծրագիրը, որը ներկայացրել էի Wonderkid Ակադեմիայի անունից, հաղթող ճանաչվեց ու կարողացանք ձեռք բերել սարքավորումները, որոնք այս պահին երեխեքին օգնելու են ապագայում ՆԱՍԵ-ի մրցույթին մասնակցել։ Գյումրիում գործող այս կենտրոն 150 երեխա է հաճախում։ Իսկ մենք վերադառնանք երկիր մոլորակ եւ ես ձեզ առաջարկեմ հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք առաջարկում, հաջողություն։